Փոքրիկ Անգելինայի համար երկաթգծերը ոչ միայն վտանգավոր չեն, այլև բակի միակ խաղահրապարակն ու սիրած զբաղմունքն են։ Գծերի վրա բարձրանալուն պես արկածախնդիր այս աղջնակի աչքերը վառվում են, լայնորեն բացում է թևերն ու ազատություն շնչում։ Մի պահ իրեն ֆիլմի հերոսուհի է զգում։ Ես շատ եմ սիրում գծերի վրա քայլել, քամին գալիս է զբոսնում ես։ Գնացքի գծերի վրա այսպես բարձրանում է ամեն օր, միայն թե մայրիկի աչքից հեռու, թաքուն, որ հանկարծ չտեսնի ու չբարկանա։ Քույր ու եղբայր իրենց օրվա մեծ մասը հենց այս վտանգավոր տարածքում են անցկացնում։ Դղրդյունը, որ ցանկացած մարդու մոտ սարսափ կառաջացներ, այս ընտանիքի համար վերածվել է առօրյա աղմուկի։ Երկաթգծերը իրենց տնակից մի քանի ոտք հեռավորության վրա են, դեմ դիմաց։ Արագընթաց գնացքն էլ այստեղով ամեն օր է անցնում ու երեխաների կյանքի համար լուրջ վտանգ ստեղծում։ Մի անգամ արդեն մայրը փոքրիկ որդուն գնացքի տակ ընկնելուց հրաշքով է փրկել։ Մի անգամ գնացքը այս ճանապարհով այսպես գալիս էր, շատ արագ էր գալիս, փոքրիկ տղաս դրսում խաղում էր։ Այդ բանը չհասցրեցի, սենց մի անգամից երեխես անում էր գնացքի տակ, մի կերպ երեխուն բռնեցի, վարորդին ասի խնդրում եմ, էլի, փոքր երեխաներ կան, մի փոքր դանդաղ եկեք, էլի։ 29-ամյա Անահիտը իր երկու անչափահասներին այս պայմաններում լքված, աղտոտված ու վտանգավոր միջավայրում է մեծացնում։ Ընտանիքը այս վայրում է հայտնվել, երբ տարիներ առաջ տնակը նրանց մի բարերար է հատկացրել։ Պայմաններ չկա, շատ տանջվելով եմ ապրում, ամեն ինչ մի կերպ եմ հասցնում։ Առնետների հետ ապրելով, կյանքի հետ կռվելով, Աստծուն խնդրելով ապրում եմ, էլի։ Ես ու մաման ու ապերիկս պարկած ենք, պուճումուկը հելելա իմ ու մամայի ու հովոյի վրան։ Ինչ է կարել։ Մաման հելելա ստիկով սատկացրել է, այդ մուկը փախել է։ Իսկ դու շատ վախեցար։ Այո։ Գիշերը քնած ենք, փոքր ձագեր էլի կռիսի, բարձացել էր անկողնու վրա, երեխա մտածեց իր վրա, բայց անկողնու կողքն էր։ Հենց կառավատի տակն է։ Հարևանի խնդրեցի, շշեր բերեցինք, բանկաներ ջարդեցինք, այդ պոլերը փակեցինք, բայց էլի մտնում են, մտածեցինք տենց անենք, գումար չունեմ, որ վերանորոգեմ, ոչ էլ կարող եմ։ Տան պայմաններն իսկապես անմխիթար են, հատակը փտած, ամենուր մեծ անցքեր ու առնետներ։ Չկան կենցաղային տարրական պայմաններ, փոխարենը բազում իրերի անհրաժեշտություն կա։ Շատ կուզենայի տնակս վերանորոգվեր, գոնե մասնակի չափով էլի, պահարան, բան, ոչ մի բան այստեղ կարող եք մտնել նայել, չունեմ շոր է տոպրակների մեջ, կառավաթը լրիվ ջարդված փոքր կառավաթա երեխաներդ այդտեղ եմ քնում։ Անահիտի ամուսինն իր երջանկությունը ուրիշ կնոջ գրկում է փնտրել ու գտել, լքել է ընտանիքին ու տեղափոխվել արտերկիր, երբ կինը երկրորդ բալիկով հղիության 7-րդ ամսում էր։ Արդեն մի քանի տարի է կինն ամուսնուց լուր չունի, տղամարդն իր երեխաներին անգամ ֆինանսապես չի աջակցում։ Ինքը արդեն ուներ ընկերուհի, ու այդ աղջկա է շփվում, որ ես տեղյակ չէի։ Հետո արդեն գործը հասավ նրան, որ ինքը պետք է այդ կնոջ հետ գնար։ Ու մի գիշերվա մեջ այդ ամեն ինչը որոշված էր, արդեն ինքը ի սկզբանե երևի թե որոշել էր, փաստաթղթերը բանը վերցրեց ու գնաց։ Պապայից ես նեղացել եմ, մամային ասում եմ մամա զանգի, մաման ասում է ես նեղացել եմ պապայից, մաման համարը չունի որ զանգի։ Ամուսնու գնալուց հետո կյանքն Անահիտի համար ավելի է բարդացել, ընտանիքի բեռը մնացել է միայն իր ուսերին։ Ստացած 33,000 դրամ նպաստով էլ հազիվ կարողանում է կոմունալ ծախսերը հոգալ։ Հավաքարարի աշխատանք եմ կատարել, այգեգործություն եմ կատարել, տան մաքրման աշխատանքներ։ Ամեն աշխատանք էլ արել եմ, այնպես չի էլի որ չեմ արել։ Չեմ սպասել իմ երեխեքը տղամարդ ունման հավասար տանջվել են, որ իմ երեխեքը գոնե օրվա հաց ունենան էլի։ Հիմա ասենց այս բանը որ միած սենց ակնթարթա, որ իրոք էլ չեմ կարողանում, էլ ուժը ես լրիվ սպառվել է, թե հոգեպես, թե մարմնով, թե իմ ուժերով, իրոք էլ չեմ կարողանում։ Անահիտն այս ընթացքում շատ բարդությունների է բախվել, ամենացավոտը հիշելիս արցունքները զսպել չի կարողանում։ 8 ամսական հղի է եղել, երբ երեխաների օրվա մի կտոր հացի համար ծանր ֆիզիկական աշխատանք է կատարել։ Երկաթ է հավաքել ու հանձնել, բայց սառնասիրտ մարդիկ խաբելով հղի կնոջը գումարի չնչին մասն են վճարել։ Տղայովս 8 ամսական հղի էի, դրա 300 կիլո երկաթ հանձնեցի, որ կիլոն 65 դրամ էր, ինձ տվեցին 3000 դրամ գումար։ Մարդիկ տեսան, որ կաշկան քշելով ոնց եմ այդ վիճակով տանում, իրոք հիշում եմ այսօրվա նման։ Մի հատ մարդ փողոցում պատահական կանգնեց մեքենայով, աղջիկ ջան մոտիկաց չմոտիկացա։ Ինքը մեքենայից դուրս եկավ, հանեց 1000 դրամ տվեց, ասեց հալա լրնի քեզ։ Իրոք անկեղծորեն եմ ասում, շատ սենց հիշում եմ էլ։ Հանեց 1000 դրամ տվեց, ասեց աղջիկ ջան, ես գումար վերցրա։
մի նպատակի կծառայի։ Օրեր են լինում, երբ մարդիկ տեսնելով ընտանիքի սոցիալական ծանր վիճակը փորձում են մի փոքր օգնել սնունդի, հագուստի, գումարի տեսքով։ Մարդիկ կան գալիս են այս պայմաններում տեսնում են, ասում են երեխաներ դար հովտ, հատուկ տեղ։ Ես այդ երեխային տանեմ այնտեղ, ես տանջվում եմ այսօր, ապրում եմ այս երկու երեխեքի համար, ինչ որ էլ մեկը չկա, որ ես իր համար ապրեմ։ Հա մի օր լավ են ուտում, մի օր վատ են ուտում, բայց իմ մոտ են ելնում։ Երեխեն այսօր ինչի՞ց է եթիմ, մորից չէ։ Հա տղամարդը հայրը չկա, բայց մայրը կա, չէ, ես իրանց համ մայր եմ, համ հայր եմ։ Բարերարների օժանդակությամբ Անահիտը նոր է վիրահատվել։ Տեսողության հետ կապված խնդրի պատճառով մշտական աշխատանք չէր կարողանում գտնել։ Հիմա արդեն վերականգնողական փուլում է, բայց բժիշկը դեռևս ծանր աշխատանքներ կատարել չի թույլատրում։ Տեսողությանս պատճառով գնացքին ընկել եմ, ես գլխից էս սպինը տեղից այլ է եղել։ Մոտ ժամանակ որ դուրս եմ եկել, խանութ պետք է գնայի, այդ սպինը տեղից առաջացել։ Այն ժամանակ գրեթե ընդհանրապես չէի տեսնում, հիմա տեսնում եմ։ Այս տան բոլոր անկյուններում սրբապատկերներ կգտնես, որոնց առաջ տանտիրուհին ամեն աստծո օր իր աղոթքն է անում ու զրուցում Բարձրյալի հետ։ Հայր, որ երկինքս ես, Սուրբ Եղեցյանում նքո։ Նկարով չի մարդու հավատքը, բայց ես սիրում եմ սրբի մի անկյուն ունենամ։ Կոնկրետ այս երկու նկարներն են իմ սրբի անկյուններն են, էլի։ Իսկ հաճախ եք խոսում հետը։ Մտքումս շատ, իմ աղջկան էլ սովորացրել եմ, հայր մեր աղոթքը գիտի, ինքն էլ իմ աղջիկն է շատ մեծ հավատք ունի, որ մտքիս մեջ ասենք աղոթում եմ, ես Աստծու հետ խոսում եմ, ձեռքերս աղոթքին դիմանում եմ, դղաս էլ կողքս գալիս նստում ու աղոթում եմ, ճիշտ է, չի կարողանում խոսալ, բայց ուզում է այդ երեխան սովորի։ Վերջին աղոթքն էլ որդու համար էր։ Անահիտը Բարձրյալից որդու համար ապաքինում է խնդրել ու պատասխանը շատ չի ուշացել։ Այս ընտանիքը ամենօրյա գոյամարտի մեջ է, փորձում է չընկրկել ու դիմակայել կյանքի դաժան մարտահրավերներին։ Կինը անասելի զրկանքներով ու դառը քրտինքով է մեծացնում երեխաներին ու խնդրում վերինից օգնել ոտքի կանգնել, որից հետո ամեն բան կանի սեփական ուժերով։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, Սուրանգյուն։